Կիրակնորյա առավոտյան բոթ ԱՄՆ-ն ուղիղ ներգրավվեց Իրանի դեմ պատերազմում։ Թրամփը հպարտ կամ ավելի շուտ ցինիկ գրառում է արել ասելով, որ ավարտել են հարվածներն Իրանի միջուկային կարևոր 3 թիրախներին։ Մենք ավարտեցինք մեր շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային կայանների վրա, այդ թվում Ֆորդոյի, Նաֆանզի և Սպահանի։ Բոլոր ինքնաթիռներն այժմ դուրս են Իրանի օդային տարածքից։ Հիմնական թիրախի Ֆորդոյի վրա նետվել է ամբողջ ծավալով բեռնված ռումբ։ Բոլոր ինքնաթիռներն անվտանգ վերադարձի ճանապարհին են։ Շնորհավորում եմ ամերիկացի մեր մեծ զինվորներին։ Աշխարհում չկա բանակ, որ ունակ լիներ այս գործողությունն իրականացնելու։ Հիմա արդեն խաղաղության ժամանակն է։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Էն հայաստանյան թրամփիստ պուտինիստների ձայնը դուրս գալիս է, վայելում են։ Facebook-ի իր էջում գրում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Սուրեն Սարգսյանն էլ Facebook-յան իր էջում գրում է. Մի ամբողջ Եվրոպան, ԵՄ պլյուս ՆԱՏՕ չկարողացավ ստիպել Թրամփին չբանակցել Ռուսաստանի հետ, մինչդեռ Իսրայելին հաջողվեց ստիպել նրան չբանակցել Իրանի հետ։ Թրամփը որոշում կայացրեց ներքաշվել Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ և հարվածներ հասցրեց իր ռմբակոծիչներով։ Նա նաև սպառնաց, որ եթե Իրանը չհամաձայնի բանակցություններին, ապա կստանա ավելի ցավոտ հարվածներ։ Թրամփը չսպասեց անգամ իր իսկ կողմից սահմանված երկշաբաթյա ժամկետին։ Եթե ամերիկյան ներգրավվածությունն այսքանով չավարտվի, ապա տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու։ Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանին, եթե խնդիրները չլուծվեն, իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական միջուկային ծրագրի 3 կարևորագույն օբյեկտների վրա վերջին հարվածներից հետո։ Մերձավոր Արևելքում խնդրահարույց Իրանը պետք է հիմա խաղաղություն հաստատի։ Եթե դա չանի, ապագա հարձակումները շատ ավելի մեծ և շատ ավելի հեշտ կլինեն իրականացնել, ասել է Թրամփը։ Կամ խաղաղություն կլինի, կամ Իրանի համար ողբերգությունը կլինի շատ ավելի մեծ, քան այն, ինչ մենք տեսել ենք վերջին 8 օրվա ընթացքում։ Հիշեք, մենք շատ ավելի շատ թիրախներ ունենք, շարունակել է ԱՄՆ նախագահը։ Իրանի պետական ռադիոյի և հեռուստատեսության փոխտնօրեն Հասան Աբեդինինի հայտարարությունը, թե նախապես տարհանվել են ԱՄՆ-ի կողմից ռմբակոծված բոլոր 3 միջուկային օբյեկտները, մեջբերում է BBC-ի պարսկական ծառայությունը։ Ըստ Աբեդինիի, տարհանումն ավարտվել է որոշ ժամանակ առաջ, հարստացված ուրանի պաշարները նախապես հեռացվել են միջուկային կենտրոններից և ճառագայթման արտանետման վտանգ չկա, հայտնել է BBC-ի պարսկական ծառայության աղբյուրը։ Իրանական Ղոմ նահանգի իշխանությունները հաստատել են Ֆորդոյի օբյեկտի վրա ամերիկյան ինքնաթիռների հարձակումը։ Իր հերթին Մեհեր Նյուզ գործակալությունը հայտարարություն է տարածել, որում պնդել է, որ այսուհետ տարածաշրջանի յուրաքանչյուր ամերիկացի քաղաքացի և փորձագետ կլինի օրինական թիրախ։ Թեհրանում համապատասխան մեկնաբանություն արած պաշտոնյաների անունները չեն նշվում։ Հունիսի 22-ի գիշերը Թրամփը հայտարարել է ամերիկյան բանակի կողմից Իրանի 3 միջուկային օբյեկտների Ֆորդոյի, Նաֆանզի և Սպահանի դեմ իրականացված գործողության մասին։ Ամերիկացի առաջնորդը մասնավորապես մանրամասնել է, որ ռազմաօդային ուժերը լիքը ռումբեր են նետել Ֆորդոյի միջուկային էլեկտրակայանի վրա։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ գործողությունից հետո խաղաղության ժամանակն է։ Իր հերթին CNN հեռուստաալիքը պնդում է, որ Թրամփը դեռևս չի պլանավորում լրացուցիչ հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը և ակնկալում է վերսկսել բանակցությունները։ New York Times թերթը հղում անելով իրանցի պաշտոնյաներին մանրամասնել է, որ հարձակումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 2-ին։ Reuters-ը մանրամասնել է, որ ռազմաօդային ուժերը միջուկային օբյեկտներին հարվածելու համար օգտագործել են B-2 ռմբակոծիչներ, որոնք նախկինում Միսսուրիի Ուայթմեն ռազմաօդային բազայից վերաբաշխվել էին Հնդկական օվկիանոսում գտնվող ԱՄՆ ռազմածովային բազա։ Fox News հեռուստաալիքի հաղորդման համաձայն Սպահանի և Նաֆանզի օբյեկտները գնդակոծվել են Թոմահավք թևավոր հրթիռներով։ Հարձակման ժամանակ օգտագործվել են նաև բունկերային կործանիչներ։ CBS-ը հայտնել է, որ ամերիկյան կողմը կապ է հաստատել Իրանի ներկայացուցիչների հետ Իսլամական Հանրապետությանը տեղեկացնելու միջուկային օբյեկտներին հարվածելու իր ծրագրերի մասին և որ չի ձգտում փոխել երկրում կառավարությունը։
Հունիսի 21-ին Իրանը պատրաստակամություն է հայտնել քննարկել Իսրայելի հետ հնարավոր հրադադարը, սակայն Միացյալ Նահանգներն իր պատասխանը համարել է անբավարար բանակցություններ սկսելու համար։ Վաշինգտոնը Թեհրանին առաջարկել է հրադադար կնքելու մի քանի տարբերակ, սակայն իրանական կողմի պատասխանը չի բավարարել ամերիկացիներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի ԱՄՆ մերձավոր արևելյան հենակետերին հարվածելով։ Դոնալդ Թրամփը մինչ այդ հայտարարել էր, որ Իրանի պատասխանի դեպքում հարվածները ավելի ուժգին կլինեն։ Այդուամենայնիվ, այս առաջին ժամերին այստեղ ինչ-որ բան թողնում է տարօրինակ հանգիստ տպավորություն, այն չափազանց ռիսկայինի հեռանկարի համեմատ, որ ամբողջ ռեգիոնի եւ թերևս միջազգային հարաբերությունների համար պարունակում է ԱՄՆ ներգրավումը Իրանի դեմ պատերազմում։ Նկատենք նաև, որ հարվածի պահ է ընտրված կիրակին, երբ բորսաները փակ են։ Դա թերևս պատահական չէ, քանի որ Թրամփը պատկերացնում է բորսաների խիստ բացասական հարվածի հետևանքը բորսաների արձագանքի առումով։ Մյուս կողմից այդ արձագանքը միևնույն է անխուսափելի է վաղը, քանի որ ոչինչ չի ավարտվելու ԱՄՆ-ի ռմբակոծմամբ։ Այդուհանդերձ Թրամփը խուսափել է բորսաների առաջին արձագանքի այսպես ասած կտրուկ լինելուց։ Փաստացի հարվածից առաջ Թրամփը զբաղված էր այսպես ասած տեղեկատվական մանևրով։ Հայտարարում էր 2 շաբաթվա մեջ որոշում կայացնելու մասին, ինֆոներ էին բաց թողնվում մամուլով։ Այդ ամենն ըստ երևույթին մանևրի համար էր։ Կամ նա պարզապես տեղի տվեց Իսրայելի ճնշմանը։ Այդուհանդերձ սպասենք Իրանի արձագանքին։ Թրամփը հարվածեց Իրանին, իսկ իրեն Թրամփը կկարողանա դուրս գալ այդ հարվածի տակից քաղաքականապես անվնաս։ Խաղաղության հռչակումներով իշխանության եկած նախագահը փաստացի տալիս է հնարավոր ամենասարսափելի պատերազմներից մեկի կայծը։ Ես խոսեցի այն մասին, որ Թրամփը կարծես թե դիվանագիտական մանևր էր իրականացնում տեղեկատվական դաշտում, խոսելով 2 շաբաթ ժամկետի մասին, հարվածի որոշման առնչությամբ նաև միջազգային գործակալությունները հայտնում էին Վաշինգտոնի եւ Թել Ավիվի միջև լարված խոսակցության մասին։ Դա իսկապես թատրոն էր հարվածը քողարկելու համար, թե այդուհանդերձ ընթանում էր գորգային պայքար։ Ես 3 ուշ գիշերվա գրառումներում հիշեցրի հունիսի 21-ի Թրամփի մի հայտարարություն Իրանի եւ եվրոպական եռյակի արտգործնախարարների Ժնևյան բանակցությունից հետո։ Թրամփն ասել էր, որ Իրանը չի ուզում բանակցել Եվրոպայի հետ, իրանցիներն ուզում են բանակցել իրենց հետ, իսկ նախօրեին էլ կայացավ Մակրոն-Փեզեշքյան հեռախոսազրույցը։ Հնարավոր է, որ հարվածի որոշումը Թրամփը կայացրել է Իրան-Եվրաերյակ մակարդակում իր համար անցանկալի որևէ համաձայնություն թույլ չտալու համար։ Կարող էր Իրանը սխալվել, երբ հրաժարվում էր ԱՄՆ-ի հետ հանդիպումից, իսկ Եվրոպայի հետ հանդիպեց։ Եվրոպական եռյակի հետ հանդիպումից առաջ ես արել էի հարցադրումը, թե ինչու է Իրանի արտգործնախարարը համաձայնում եռյակի արտգործնախարարների հետ հանդիպմանը, երբ օրինակ Գերմանիայի նախագահ Մերցը հայտարարում է, որ Իսրայելը Իրանի դեմ իրենց փոխարեն անում է սև գործը։ Իրանը հայտարարում էր, որ քանի դեռ շարունակվում են Իսրայելի հարվածները, ինքը չի բանակցի ԱՄՆ-ի հետ։ Բայց օրինակ Իսրայելին նույնքան ուղիղ հայտարարություններով աջակցող Գերմանիայի արտգործնախարարի հետ Իրանի արտգործնախարարը բանակցում է։ Արդյոք դա կարող է լինել սխալ, որը նպաստեց հարվածի վերաբերյալ Թրամփի որոշմանը, հատկապես եթե նկատի ունենանք, թե ինչ բարդ հարաբերություն է Թրամփի եւ նույն եվրոպական եռյակի միջև։ Ի վերջո նույն եվրոպական եռյակը կլիներ շահագրգռված, որ Թրամփը ներքաշվի պատերազմի մեջ եւ այդպիսով հայտնվի քաղաքական բավականին աննպաստ վիճակում, այդ թվում Ռուսաստանի եւ Չինաստանի հանդեպ, որոնց փաստացի նախընտրեց Եվրոպայի համեմատ։ ԱՄՆ-ն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ միջազգային իրավունքը հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա հարձակումն անվանել է անպատվաբեր եւ զգուշացրել, որ այն կունենա տևական հետևանքներ։ Նա հավելել է, որ Իրանն իրավունք ունի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները իր շահերը պաշտպանելու համար։ Հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության եւ դրա դրույթների վրա, որոնք թույլ են տալիս օրինական պատասխան տալ ինքնապաշտպանության շրջանակներում, Իրանն իրեն վերապահում է բոլոր տարբերակները, պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը եւ ժողովրդին, ասել է նախարարը։